Հրապարակ թերթը գրում է վերջին ամիսներին ներքին գործերի նախարարության գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը։ Թերթի տեղեկություններով Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում եւ այս պահին ամենառեալ թեկնածուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից, խորհրդարանում տեղ ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Գրում է թերթը։ Փաստ թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն ծախել մեր հանրության վրա։ Այսինքն նրանք առաջիկայում հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի միջոցով ցանկանում են լիցենզիայից զրկել ՀԵՑ-ին, հետո մոտավորապես մարտին նույն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին իջեցնել սակագինը։ Տարբեր հաշվարկներով ընդհուպ մինչև 6 դրամով եւ դա ընտրություններից առաջ դարձնել PR-ային դրոշակ, թե եկանք, ՀԵՑ-ը փրկեցինք, սակագինը իջեցրինք։ Դրանից մոտ 6 ամիս անց օգոստոսի վերջերին, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրանա։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը քաղաքացիական պայմանագրի կողմից չառաջադրվելու եղանակով լուրջ ռիսկեր է պարունակում։ Ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի։ Օրինակները տասնյակից ավելին են։ Անշուշտ կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն թերթի տեղեկություններով շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ԿՊԱ-ական կամ հավատարմության երդում չեն տվել, որևէ պատճառով կհեռացվեն պաշտոններից ընդհուպ կալանավորվելու գնով։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանի համար վաղարշապատի հաղթանակը, ասում են, առանցքային նշանակություն ունի, նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղարշապատում Գյումրի 2 լինի։ Ավելին խոսակցություն կա, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթ ընտրությունների գնա, այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ մարմինները ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի գործը արդեն հասնում են Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարին։ Պարզվում է խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց նախարարը իր ընկերուհի մանկավարժականի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի առաջարկով։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք թերթի ձեռքում են հայտնվել, մանկավարժականի հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով 50 միլիոն դրամի չափով ավանդի ներդրմանը ամերյա բանկում 1 տարի ժամկետով։ Կողմնակի եկամուտ ձևակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել կողմնակի եկամուտ։ Բայց աղմկահարույցն այն է, որ օրինականության մասին ելույթներ ունեցող Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այդ որոշումը։ Գրում է թերթը։